Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն, որ այլևս չծառայենք մեղքին, Հռոմեացիս 6:6։ Սիրելի քրիստոնյա, ինչ ընդհանուր բան ունես դու մեղքի հետ, միթե արդեն բավականաչափ չես տառապել դրա պատճառով, այրված երեխա, շարունակելու ես խաղալ դրա հետ, ինչ, դու հազիվ ես ազատվել առյուծի երախից և պատրաստվում ես նորից մտնել նրա որջը, միթե վաղեմի օձը քեզ դեռ բավականաչափ չի տանջել, միթե նա արդեն մի անգամ իր թույնը չի ներարկել քո բոլոր երակների մեջ և դու պատրաստվում ես երկրորդ անգամ խաղալ իժի բնի հետ և ձեռքդ մտցնել նրա որջը, մի եղիր այդքան անմիտ, այդքան խենթ, միթե մեղքը քեզ երբևէ իրական հաճույք է պատճառել, միթե դու դրանից լիարժեք բավարարվածություն ես ստանում, եթե այո, ուրեմն վերադարձիր քո նախկին կենսակերպին և դարձյալ կրիր այն նույն շղթաները, եթե դրանք հաճույք են պատճառում քեզ, բայց քանի որ մեղքը երբեք քեզ չի տվել այն, ինչ խոստացել է, այլ իր ստերով մոլորացրել է, ուրեմն երկրորդ անգամ մի ընկիր այդ ծերունի որսորդի որոգայթը, ազատ եղիր և թող քո վաղեմի ստրկության հիշողությունն արգելի քեզ, որ կրկին ցանցում հայտնվես։ Բացի սրանից, մեղքը հակասում է հավիտենական սիրո ծրագրերին, որոնք բոլորն էլ մաքրության և սրբության աչքերով են նայում քեզ, այնպես որ քո տիրոջ նպատակներին հակառակ մի գնա, կա մեկ ուրիշ միտք ևս, որ կարող է հետ պահել քեզ մեղքից։ Քրիստոնյաները երբեք չեն կարող էժան վճարել մեղքի համար, նրանք միշտ էլ թանկ են վճարում անօրենության դիմաց, հանցանքն ավերում է մտքի խաղաղությունը, խափանում է Հիսուսի հետ խորհրդակցությունը, խանգարում է աղոթքին, խավար է բերում հոգու վրա, ուրեմն ճորթ ու գերի մի դարձիր մեղքին, ինչևէ դեռ ավելի ծանրակշիռ փաստարկ էլ կա, ամեն անգամ, երբ դու ծառայում ես մեղքին, Աստծո որդուն քեզ համար կրկին խաչն ես բարձրացնում և խայտառակ անում, Եբրայեցիս 6:6։ Կարող ես արդյոք հաշտվել այս մտքի հետ, եթե դու ինչ-որ առանձնահատուկ մեղքի մեջ ես ընկել այսօր, ապա իմ Տերն է այս երեկո ուղարկել քեզ այս հորդորը, որպեսզի հետ պահի քեզ մեղքի մեջ ավելի խորը խրվելուց, կրկին դարձիր Հիսուսին, նա չի մոռացել իր սերը քո նկատմամբ, իսկ նրա շնորհքը նույնն է հավիտյան, լացով և ապաշխարությամբ արի նրա ոտքերի մոտ և նա դարձյալ կընդունի քեզ իր սրտի մեջ, քեզ ամուր ժայռի վրա կկանգնեցնի և քո ճանապարհները կհաստատի։